Եվ այսպես նույնիսկ Հիկմետ Հաջիևն է զգուշացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հարգելի ընկերներ, ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է փորձելու շփվել հասարակության հետ առաջին հերթին լրագրողների միջոցով, եւ այսօր կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ մասնակցելու ճեպազրույցին, սա արդեն իսկապես որոշակի առումով ավանդույթ է դառնում, ուղղակի ուշադրություն դարձրեք ճեպազրույցի մեկնարկին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ճեպազրույցից հետո մեկնելու է Ղազախստան եւ ունի ընդամենը 1 ժամ լրագրողների հետ հարց ու պատասխանի համար, բայց Նիկոլ Փաշինյանին հարցերը գնալով քչանում են, որովհետեւ շատերի համար ակնհայտ է, որ այնիշ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, մեղմ ասած միշտ չէ, որ համապատասխանում է իրականության, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը սահմանեց 1 ժամ, բայց լրագրողները իրեն ընդամենը կես ժամվա հարցեր ունեին, սա պարզապես արձանագրենք հասկանալու համար, թե հետաքրքրությունը Փաշինյանի խոսքի նկատմամբ ինչպիսին է։ Մի շարք հարցեր քննարկվեցին ճեպազրույցի ժամանակ, որոնցից մեկը մի քանիսը լավ այսպես ձևակերպենք, վերաբերվում էր TRIP նախագծին, վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպի օգնականը Հայաստանում էր, դրանից հետո նա գնաց Բաքու եւ քննարկման առանցքում հենց այդ TRIP նախագիծն էր, որի վերաբերյալ պայմանավորվածությունը եռակողմ իմիջիայից ինչ վերաբերունք իհարկե ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիային, այդ հարցը պետք է տալ Փաշինյան Նիկոլին, Արարատ Միրզոյանին եւ ԿՊԱ-կան այլ ներկայացուցիչներ, բայց իրականությունը այդպեսին է եւ ամերիկացի պաշտոնյան եկել էր այստեղ, հետո գնաց Բաքու բանակցությունների լոբինգի համար, որպեսզի արագացնեն գործընթացի մեկնարկը, որպեսզի տեսանելի լինի։ Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել հետեւել հարցին, թե ինչ աստիճանի է TRIP-ի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները պատրաստ Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելին Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չպատասխանեց այն հարցին, թե ով է Հայաստանի իշխանության ներսում պատասխանատու այդ նախագծի իրականացման համար, որովհետև մենք տեսնում ենք, որ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը առանձին վերցրած պաշտոնյա է վերցրել նշանակել, ով պետք է զբաղվի հենց կոնկրետ այս նախագծով։ Տեսեք, եւս մի կարևոր նրբերանգ եղավ այդ ճեպազրույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնալով Թուրքիայից եւ Ադրբեջանից անդադար հնչող գնահատականներին առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցք, կրկին ասաց, որ մեզ այս խոսույթը չի վերաբերվում, Հայաստանով կարող է անցնել միայն TRIP-ի, կարող ասել միայն TRIP-ը, Թրամփի ուղին կամ խաղաղության խաչմերուկը, այլ կերպ ասած, ինչ անվանում են այս կոմունիկացիան Ադրբեջանում եւ Թուրքիայում, դա մեզ չի վերաբերվում։ Նիկոլ Փաշինյանը անկախ ամեն ինչից արդեն երկար տարիներ է քաղաքականության մեջ է, դրանից առաջ նա լրագրող էր եւ գոնե այս կյանքի փորձը Նիկոլ Փաշինյանը պետք է թույլ տա, որ նա հասկանա, որ խնդիրը այստեղ այդ տերմինի մեջ չէ, եզրույթի մեջ չէ, խնդիրը բովանդակության մեջ է։ Ադրբեջանը եւ Թուրքիան դեռ 2020 թվականի պատերազմից հետո հստակ պահանջում էին միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքով, միջանցք, որը պետք է այն նույն ֆորմատով գործեր, որով ժամանակին գործում էր Լաչինի միջանցքը 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը, այսինքն առանց որևիցե մաքսային եւ սահմանապահ վերահսկողության։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ մի իրավիճակում, երբ որ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունը շատ ավելի շատ էր, այսինքն երբ դեռ որոշակի առումով բայց կար Արցախի Հանրապետությունը, երբ մենք դեռ միլիարդավոր դոլարների զենք չէինք կորցրել, չէինք թողել Ադրբեջանին, երբ մեր բանակի ամենամարտունակ հատվածը չէր ոչնչացվել, հասարակությունը այսքան պառակտված չէր, Ադրբեջանը պահանջում էր Հայաստանից հենց Լաչինի միջանցքի տրամաբանությամբ գործող կոմունիկացիա Հայաստանի Հանրապետության տարածքում, Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ Արցախի անկումից հետո եւ Հայաստանի ռազմավարական խորհրդության նվազեցումից, մակարդակի նվազեցումից հետո Ադրբեջանը չի հրաժարվելու իր պահանջներից։ Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այս ամեն ինչի մասին հասարակության ասել միայն 2026 թվականի ընտրություններից հետո այն էլ այն պարագայում, եթե նա կարողանա վերարտադրի իր իշխանությունը։ Վերջին շրջանում մի շարք ադրբեջանցի եւ թուրք պաշտոնյաներ են այս ամեն ինչի վերաբերյալ խոսել, խոսքը Զանգեզուրի միջանցքի մասն է, բայց ամենաթարմ օրինակը դա Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևն է, ով վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի գրառում է արել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում եւ անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ուղուն, անդրադարձել է այդ ուղու շրջանակներում իրականացվող ինժեներաշինարարական աշխատանքներին։ Հարգելի ընկերներ, իրականությունն այնպիսին է, որ որքան էլ պարադոքսալ հնչի,
Հիկմետ Հաջիևը, Իլհամ Ալիևը, Աբդուլքադիր Ուրալօղլուն, Ռեջեփ Տայիպ Էրդողանը, իրենք շատ ավելի անկեղծ են հայ հասարակության հետ, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Իրենք ինչ կառուցում են, ինչ պրոյեկտ իրականացնում են, հենց դրա մասին էլ խոսում են։ Այդ իսկ պատճառով իրենք Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիան անվանում են Զանգեզուրի միջանցք, որովհետև իրենք հենց միջանցքել ուզում են, իսկ ինչպիսին պետք է լինի միջանցքը, մենք արդեն ասել ենք այն նույն ֆորմատով, որով ժամանակին գործում էր Լաչինի միջանցքը, բայց այլ հավասար պայմաններում, եթե մենք գոնե կարող էինք ասել, դե լավ, կարող է գործել Լաչինի միջանցքը Հայաստանով էլ եւս ինչ որ մի այդպիսի կոմունիկացիա պետք է գործի, բայց մենք Արցախը կունենանք, հիմա Արցախը չկա, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան նույնն են պահանջում եւ եւս մի կարեւոր հանգամանք է եւ ըստ ամենայնի Թուրքիայում ու Ադրբեջանում սա շատ լավ հասկանում են, որ իրականում գոյություն ունի ընդամենը մեկ սուբյեկտ, որը կարող է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, թույլ չտալ իրեն իրականացնել այն, ինչ Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են։ Խոսքը վերաբերում է հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի իր հավաքական կամքով, որը կարող է դրսևորվել էլեկտորալ գործընթացների ժամանակ, ավելի կոնկրետ ընտրությունների ժամանակ։ Իրենք օբյեկտիվ մտավախություններ ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է չվերարտադրվել գալիք ընտրությունների ժամանակ։ Այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ Ադրբեջանում բավականին ակտիվացվել է խոսույթը այսպես կոչված անկլավների մասին կամ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերադարձի իրավունքի մասին։ Նշենք հետևյալը, եզրափակելով Հիկմետ Հաջիևը այլ թուրք ադրբեջանցի պաշտոնյաների հետ մեկտեղ շատ ավելի անկեղծ է հայ հասարակության հետ եւ իրենք շատ ավելի լավ կարծիքի են հայ ժողովրդի մասին, շատ լավ հասկանալով, որ այն կարող է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քան իշխանությունները։ Մտածեք այդ մասին։